Շնորհակալություն Տիկին Հիլիարդ, որ ժամանակ գտաք պատասխանելու մեր հարցերին։ Սիրով։ Տիկին Հիլիարդ, վերջերս ամերիկյան կառավարությունը տպավորիչ գումար հատկացրեց Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Ինչու հատկացրեցիք այդ գումարը։ Well, first of all, our program has been engaged in fighting. Նախ եւ առաջ ավելի քան 1 տասնամյակ է, ինչ ներգրաված ենք կոռուպցիայի դեմ պայքարում։ Ինչ այս ծրագիրը ունեցել ենք մի քանի նախնական ծրագրեր եւ դրանք շատ ավելի ծախսատար էին, քան այս մեկը։ Կոռուպցիայի դեմ պայքարի գործում մենք 3 ուղղությամբ ենք աշխատում։ Առաջին, կառավարության հետ ուղղակի փոխգործակցությունն է եւ այն ծրագիրը, որի մասին դուք նշեցիք։ Երկրորդ, քաղաքացիական հասարակության աջակցության ծրագիր ունենք, մասնավորապես խոսքը գնում է Transparency International-ի գլխավորությամբ գործող հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի մասին։ Երրորդ, ունենք հակակոռուպցիոն տարեր մեր տեխնիկական բազմաթիվ նախագծերում։ Հայաստանի կառավարության ստեղծած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ուղղակի աջակցելու պատճառը հետեւյալն է։ Մեր նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում ձեռք բերված փորձը հուշում է, որ առանց ուղղակի ներգրավվածության այդ նախաձեռնությունները հաջողության չեն հասնում։ Կառավարության այդ ուղղակի ներգրավվածությունը մեր գործունեության միայն մի փոքր մասն է եւ այն ամենը, ինչ այստեղ անում ենք, մեկնարկային ֆինանսավորում տրամադրելն է, որպեսզի հիմնվի խորհուրդը հնարավոր լինի ձեռք բերել միջազգային փորձագիտական գնահատական եւ ձեռնարկել հանրային իրազեկման ծրագիր, որպեսզի հայաստանյան հանրությունը ավելի լավ պատկերացնի, թե ինչ է անում խորհուրդը։ Փաստորեն Հայաստանի կառավարությունը ավելի քիչ գումար էր խնդրել, քան մենք տրամադրեցինք, որովհետև մենք գտանք, որ հանրային իրազեկումը չափազանց կարևոր է։ Because we felt that the public outreach component was very important. Հանրության մոտ այսպիսի հարցեր են առաջանում։ Ասում են, այն մարդիկ, ովքեր իշխանության մեջ են, իրենք քառորդ դար, ինչ Հայաստանը անկախացավ խորհրդային միությունից, իշխանության մեջ են եւ կոռուպցիայի մակարդակով Հայաստանը այն վիճակում է, որտեղ կա եւ այդ վիճակը իհարկե տպավորիչ չի, հետեւաբար չէի կօգնի։ Հարց է առաջանում, եթե նույն մարդիկ քառորդ դար իշխանության մեջ են, դուք իրոք հավատում եք, կարծում եք, հույս ունեք, որ նույն այդ մարդկանց օրոք կոռուպցիայի վիճակը կբարելավի Հայաստանում, հետեւաբար օգնում եք։ Well, that's not a question that an anti-corruption project can really solve or address. Սա այն հարցը չէ, որի լուծումը հակակոռուպցիոն ծրագիրը կարող է առաջարկել, սակայն թույլ տվեք ասել, որ աշխարհում առկա լավագույն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի նման կառույցը կարող է արդյունավետ լինել, եթե քաղաքական բարձրագույն ղեկավարությունը ներկայացված է այնտեղ։ Խոսքը անձերի մասին չէ, այլ պաշտոնների։ Այդ կառույցը պետք է ղեկավարի նախարարական մակարդակից բարձր պաշտոնյան, փոխվարչապետը կամ վարչապետը, որովհետև միայն այդ մակարդակի գործիչը կարող է կարգադրել նախարարներին։ Ինչ վերաբերում է հակակշռին, կարևոր է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գործարարները մասնակցեն։ Ես մասնակցել եմ Հայաստանյան հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին եւ կարող եմ ասել, որ այդ բոլոր կողմերը ներկայացված են այնտեղ։ Հայաստանում կոռուպցիայի մակարդակի առումով նշեմ, որ նախորդ 4 տարիներին բարելավում է արձանագրվել կոռուպցիայի մակարդակը ֆիքսող տվյալների առումով։ Օրինակ, չգիտեմ, արդյոք հայաստանյան հանրությունը տեղյակ է թե ոչ, սակայն Հայաստանը 3 տարի շարունակ անցել է հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի սահմանած հակակոռուպցիոն մակարդակի շեմը։ 2012-ին, երբ ես եկա Հայաստան, ձեր երկրի ցուցանիշները շատ վատն էին։ Զարգացման նույն մակարդակ ունեցող պետությունների հետ համեմատ ունեիք 37%, այժմ ունեք 59% ցուցանիշ, շեմը 50%-ն է։ Ուստի համաձայն այդ տվյալների բարելավում կա։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Transparency International-ի պատրաստած կոռուպցիայի ընկալման զեկույցի տեսանկյունից Հայաստանում վիճակն անփոփոխ է։ Սա կառավարության հակակոռուպցիոն խորհրդի կարողության նկատմամբ հանրային վստահության հարցն է, թե արդյոք հնարավոր կլինի կոնկրետ հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում։ Ամբողջ աշխարհում է այսպես։ Հաճախ կոռուպցիայի ընկալումը ավելի վատ վիճակում է, քան կոռուպցիայի դեմ պայքարը։ To lag behind the actual factual improvements. This we see around the world. Խոսեցիք հանրային ընկալման մասին, տեսեք, Հայաստանի կարելի ասել գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձիկ, խոշոր բիզնեսների սեփականատերերը, որդիները, փեսաները, քրոջ տղաները, քրոջ աղջիկները, Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորս գիտենք ով իրականում ինչով է զբաղված։ Դուք կարծում եք նման պայմաններում, երբ որ կա այդ փոխկապակցվածությունը,
Հայաստանի ղեկավարությունը ունակ է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ There are two levels of corruption that need to be addressed in any country like Armenia. Հայաստանի նման երկրներում կա կոռուպցիայի երկու մակարդակ։ Մեկը վարչական կոռուպցիան է, առօրյա ծառայություններ ստանալու առումով կաշառք տալը, օրինակ առողջապահության, կրթության ոլորտներում պետական փաստաթղթեր ստանալիս կամ հարկերը վճարելիս։ Սա կոռուպցիայի այն մակարդակն է, որի դեմ պայքարը հակակոռուպցիոն խորհրդի առաջնային գործն է։ Մյուս խնդիրը գործարարության եւ քաղաքականության միջև մշուշոտ կապերն են։ Այդ խնդրի առնչությամբ մենք մի լավ խոսք ունենք, դժվար է կոտրել այդ ամուր ընկույզը։ Հակակոռուպցիոն խորհրդի առաջնային նպատակը այդ խնդրի լուծումը չէ, ոչ էլ ես խորհուրդ եմ տվել այդ անել։ Սակայն կարծում եմ կարիք կա համակարգված աշխատել, գործարարությունն ու քաղաքականությունը միմյանցից ավելի հեռացնելու։ Կարող է լավ սկիզբ լինել ընտրված կամ նշանակված բոլոր պաշտոնյաների հայտարարագրերի ճշգրիտ եւ ամբողջական ներկայացումը։ On the part of all government officials, elected, appointed, doesn't matter. Դուք կարծում եք, որ խորհուրդը չի կարող այդ կաղինը կոտրել եւ խորհուրդ ավելի շատ Arachin. նպատակողված է, որպեսզի ադմինիստրատիվ կոռուպցիայի դեմ պայքարի։ Ճիշտ եմ ես ձեզ հասկանում։ Այսինքն խորհուրդը ի վիճակի չի լինելու այդ հեռացնել բիզնեսն ու քաղաքականությունը։ No, I didn't say that. I said that their initial purpose is to address the administrative corruption in Ոչ, ես դա չասացի։ Ես ասացի, որ խորհրդի առաջնային նպատակն է զբաղվել վարչական կոռուպցիայով 4 հիմնական ոլորտներում, եւ սրանք այն ոլորտներն են, որոնց հետ կապված հանրությունը ամենից շատ է բողոքում։ Դրանք կրթության, պետական եկամուտների, առողջապահության եւ քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներն են։ Խորհրդի անդամները անդրադառնում են հանրության այդ բողոքներին։ Ինչ վերաբերում է գործարարությունը քաղաքականությունից տարանջատելուն, սա երկարատև ջանք է պահանջում։ Խորհուրդը քննարկումներ է սկսել վերանայելու պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման կարգը եւ պատիժներ սահմանելու այդ հայտարարագրերը կեղծելու համար։ Կարծում եմ, սա լավ սկիզբ է, սակայն իրավիճակը չի փոխվի մեկ գիշերվա ընթացքում եւ պատճառներից մեկն էլ այն է, որ հայաստանյան հանրությունը շատ փոքր է։ is because this is such a small society. Մենք տեսնում ենք, որ հակակոռուպցիոն խորհրդում չկան այնպիսի կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Transparency International-ը։ Չեք կարծում արդյոք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ինչ-որ վերահսկողություն ունենան կոռուպցիայի դեմ պայքարի։ Միգուցե իրենց տրվի այդ իրավասությունը։ Դուք նման խորհուրդով դիմել եք, նման առաջարկությամբ դիմել եք Հայաստանի իշխանություններին։ I didn't have to propose it because in fact the government has already done that. The opposition is present. Նման առաջարկություն չեմ արել, որովհետև կառավարությունն արդեն իսկ դա արել է։ Ընդդիմությունը, ինչպես նաև հանրային խորհուրդը ներկայացված են հակակոռուպցիոն խորհրդում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, նշեմ, որ կառավարությունը նրանց նույնպես առաջարկել է ներկայացուցիչներ գործուղել խորհուրդ, սակայն վերջիններս ընդդիմացան, բոյկոտեցին գործընթացը։ Այս կապակցությամբ դոնորները հիասթափված են։ Չնայած ֆորմալ առումով նրանք ներկայացված չեն խորհրդում, սակայն նրանք մասնակցում են այդ մարմնի աշխատանքներին։ Նրանք հրավիրված էին, եկել են ու խոսել։ Այնտեղ էին Transparency International-ի, Բաց հասարակության հիմնադրամի ու Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչները։ Հույս ունենք, որ խորհրդի աշխատանքների լավ արդյունքների դեպքում հասարակական կազմակերպությունները ֆորմալ առումով եւս ներկայացված կլինեն։ The NGOs will be persuaded to actually formally nominate representatives. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կես տարի արդեն կա, գործում է։ Ճիշտ է, Հայաստանի իշխանությունների փափագած գումարը վերջերս դուք տվեցիք, բայց խորհուրդը կես տարի, եթե չեմ սխալվում, Գառնանն էր, այսպես վերաձևակերպվեց, նույն անունով խորհուրդ էլի մնաց։ Ինչ որ արդյունքներ արդեն կան այս կես տարվա մեջ, միգուցե ինչ որ արդյունքներով կարող ենք մեր հանրությանը ուրախացնել։ Այո։ Well, I think you've raised an important point, and that is that perhaps Միգուցե փոքր-ինչ երկար տևեց հակակոռուպցիոն խորհրդի գործունեության մեկնարկը, որովհետև մեր կողմից օժանդակության տրամադրումը նույնպես ձգձգվեց։ Ֆինանսական օժանդակության տրամադրումը երկարեց, որովհետև չափազանց լուրջ ենք վերաբերվում մեր գումարները Հայաստանի կառավարությանը տրամադրելու գործընթացին։ Նրանք ստիպված են եղել անցնել տարբեր ընթացակարգերի միջով, բացել են իրենց ֆինանսական փաստաթղթերը, ներկայացրել են կոնկրետ գործողությունների ծրագիր
Եվ սա է պատճառը, որ միայն վերջերս գումարը հատկացրեցինք։ Միևնույն ժամանակ խորհրդի աշխատանքներում առաջընթաց կա։ Հակակոռուպցիոն մարմնի առաջին իսկ նիստի ժամանակ կառավարությունը հայտարարեց արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը անդամակցելու պատրաստակամության մասին։ Սա հսկայական քայլ է։ Ունենք մեկ այլ ծրագիր, որը թույլ կտա Հայաստանի կառավարությանը հնարավորինս շուտ անդամակցել այդ նախաձեռնությանը, եւ Համաշխարհային բանկը համագործակցում է մեզ հետ այս հարցում։ Սա շատ կարևոր է։ Մեկ այլ օրինակ, խորհուրդը սկսել է քննարկել հայտարարագրերի ներկայացման խնդիրը եւ այդ հայտարարագրերը կեղծելու համար վարչական ու քրեական պատիժներ սահմանելու հարցը։ And the civil and potential criminal penalties that should be applied in the case of falsification. Վստահ եք, այսպես խոսում այդ մասին, կարող ենք ասել, որ այս մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանությունները ձեզ խոստացել են, որ այո, պատիժներ կսահմանվեն այն անձանց նկատմամբ, ովքեր կկեղծեն կամ պատշաճ կարգով չեն ներկայացնի հայտարարագրերը։ I have not had a private discussion on this matter. I was there at the council meeting. Մասնավոր քննարկումներ չեմ ունեցել այս հարցի հետ կապված։ Ես ներկա էի ու խոսեցի խորհրդի նիստին։ Այժմ սա քննարկվում է, չգիտեմ թե ինչ զարգացում ունեցավ։ Հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստին քննարկեցինք։ Երկրորդ նիստի ժամանակ ես Հայաստանում չէի, ուստի հստակորեն չգիտեմ թե ինչ է քննարկվել։ Կարևոր բան եմ ուզում ասել։ Հայաստանի կառավարության հետ մեր բոլոր համաձայնագրերը նախապայմաններ ունեն եւ այս ծրագիրը բացառություն չէ։ This project is no exception. Մեր ծրագիրը այս ոլորտում նվեր չէ, մարտահրավեր է։ Եվ ինչ է ենթադրում այդ մարտահրավերը, այսինքն ինչ որ ժամանակահատված կա, որ եթե կառավարությունը ձեր առաջարկները չիրականացնի, դուք հետ եք կանգնելու ֆինանսավորումից, ինչ է դա ենթադրում, թե կանցնի եւս մի 10 տարի, կասեք, օքեյ, մենք նորից ենք ֆինանսավորում, շատ տպավորված ենք։ We have divided our grant. $750,000 կազմող մեր դրամաշնորհը բաժանել ենք երկու հավասար մասերի։ Եվ առաջին փոխանցման ավարտից հետո, այսինքն 14 ամիս անց, մենք դիտարկելու ենք հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը եւ եթե այն բավարար չէ, դրամաշնորհի մյուս մասը չենք փոխանցի։ We won't disburse the rest of the grant. Կարող եք մի չափանիշ ասել, ըստ որի գնահատելու եք այդ առաջընթացը։ Sure. The first criterion is that they must come Առաջին չափանիշը սա է, խորհուրդը պետք է ներկայացնի գործողությունների հստակ ծրագիր վերը նշված յուրաքանչյուր ոլորտի համար։ actionable plan for each of the 4 sectors that they intend to address. Մենք տեսնում ենք, որ պարոն դեսպանը Միացյալ Նահանգների, դուք ընդհանրապես կառավարության ներկայացուցիչները Միացյալ Նահանգների վերջին շրջանում շատ են կարևորում կոռուպցիայի դեմ պայքարը իրենց հայտարարություններում, իրենց ուղերձներում, մեսեջներում, ինչպես կկամենաք։ Մենք կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը պայքարել կոռուպցիայի դեմ, հաջողությունները կամ ձախողումը կարող են իրենց ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հաջողությունը բնականաբար դրական առումով, եւ եթե Հայաստանի իշխանությունները Աստված մի արածը ձախողվեն, ոչ բացասական առումով։ Yes, I think it will have an impact. It will have an impact on investment, most directly. Այո, կարծում եմ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հաջողությունը կամ ձախողումը իր ազդեցությունը կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այն իր ուղղակի ազդեցությունը կունենա ներդրումների վրա։ Հայաստանում հանրային վստահության հարց կա կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված եւ այն տարածվում է այլ երկրների ու օտարերկրյա ներդնողների վրա։ Նրանք պետք է հավատան, վստահ լինեն, որ այստեղ բիզնեսի համար բարենպաստ պայմաններ կան եւ եթե նրանք այստեղ ներդրումներ անեն, չեն կրի կոռուպցիայի բեռը։ Հայաստանի կառավարությունը մեզ բազմիցս հավաստիացրել է, որ մեծապես շահագրգռված է ԱՄՆ-ից կատարվող ներդրումներով։ Հայաստանի կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, որպեսզի մեծացնի ամերիկյան ներդրումների ծավալը։ Ես լավատես եմ, չեմ կարծում, թե կոռուպցիայի դեմ գործում Հայաստանի կառավարությունը կձախողի։ Կարծում եմ, Հայաստանի կառավարությունը շատ է արժևորում մեր աջակցությունը եւ հայ-ամերիկյան հարաբերությունները, քանի որ արժևորում են եւ հրապարակավ հայտարարել են, որ պատրաստվում են պայքարել կոռուպցիայի դեմ, Հայաստանի կառավարության համար ձախողման գինը կարող է ավելի բարձր լինել, քան հայ-ամերիկյան հարաբերություններն են։ Իրական գինը հայաստանյան հանրության հետ հարաբերությունն է։ That the cost of failure to them is much higher than simply their relationship with the United States. Their real cost is the relationship with the Armenian public. Եվ դուք ունեք ծրագրեր, Տիկին Հիլիարդ, խնդրեմ կարող եք ներկայացնել։ Specifically with relation to anti-corruption.
Հակակոռուպցիոն ծրագրի հետ կապված նշեմ, որ մենք մի քանի ոլորտային ծրագրեր ունենք եւ աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ։ Երկու օրինակ բերեմ, որովհետեւ դրանք մեծ հաջողություն են գրանցել։ Ֆինանսների նախարարության հետ իրականացնում ենք հարկային վարչարարության եւ հարկային բարեփոխումների ծրագիրը։ Մինչ այս ծրագրի մեկնարկը 2012 թվականը 185 երկրների շարքում Հայաստանը 153-րդն էր համաշխարհային բանկի Doing Business-ի ցանկում հարկային վճարումների դյուրինության առումով։ 2016-ին Հայաստանը 41-րդն էր։ Մենք աշխատեցինք համաշխարհային բանկի ու նախարարության հետ կրճատելու հարկատուների եւ հարկահավաքների շփումը։ Օրինակ, երբ այս ծրագիրը մեկնարկեց, հարկատուների միայն 7%-ն էր էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնում, իսկ այժմ 95%-ն է։ Միաժամանակ նույն դինամիկան կա աուդիտի ոլորտում, որն ինչպես գիտենք, կարող է հարկատուներին ճնշելու միջոց լինել, եթե դուք ցանկանում եք կիրառել այդ միջոցը։ Աուդիտը գրեթե կիսով չափ կրճատվել է, որովհետև այժմ իրականացվում է միայն ռիսկերի վրա հիմնված աուդիտ։ Հակակոռուպցիոն խորհուրդը այս ոլորտին նույնպես անդրադառնալու է, հուսով ենք այս ոլորտում հաջողությունները կշարունակվեն։ Մեկ այլ հաջողություն նշեմ, որի մասին հավանաբար հանրությունը չի տեղեկացվել։ Կենսաթոշակային ոլորտի բարեփոխման ծրագրի միջոցով մենք էական արդյունքների հասանք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատելով ավտոմատացրեցինք կենսաթոշակների եւ նպաստների վճարման համակարգը։ Մաքրելով կենսաթոշակ ստացողների ցուցակը, կառավարությունը կարողացավ խնայել միլիոնավոր դոլարներ, որն էլ հնարավորություն ստեղծեց 2 անգամ բարձրացնել կենսաթոշակները՝ 2013 թվականին 15%-ով եւ 2014 թվականին եւս 15%-ով, պարզապես կրճատելով կոռուպցիան։ Հստակ է, որ այլ ոլորտներում շատ աշխատանք կա անելու։ Մենք նոր ծրագիր ենք նախաձեռնում երեխաների պաշտպանության ոլորտում։ Գիտենք, որ կոռուպցիա կա գիշերօթիկ դպրոցների մանկատների համակարգում, եւ այս պատճառով աշխատում ենք կառավարության հետ, ապա ինստիտուցիոնալիզացնել 5000 երեխաների, ովքեր ապրում են մանկատներում, բայց նրանց 97%-ը ծնողներ ունեն։ Սրանք դեռևս առկա մարտահրավերների օրինակներից են եւ կան շատ այլ օրինակներ, սակայն ցանկանում եմ նաեւ ընդգծել, երբ մենք գտնում ենք իրապես բարեփոխումներ անել ցանկացող մարդու չեմպիոնի, մենք աշխատում ենք նրա հետ։ That's where we choose to work.